Ժամը 17-ներ Open Media-ի ուղիղ եթերում Ռենյուս լրատվականը շարունակում է իր աշխատանքը։ Մենք աշխատում ենք հանուն Հայաստանի Հանրապետության, ես Ալին եմ Զաքարյան, շատ բարի օր։ Նիկոլ Փաշինյանը Տիգրան Ավինյանի ուղեկցությամբ այցելել է Հրազդանի կիրճ, որտեղ ներկայացվել է Արաբկիր վարչական շրջանում 3480 քառակուսի մետր տարածքի վրա բազմաֆունկցիոնալ հանգստի գոտի ստեղծելու նախագիծը։ Կառավարության ֆինանսավորմամբ իրականացվող ծրագիրը ներառում է մանկական և մարզական գոտիների բացօթյա կինոդիտման վայրի կառուցում, կանաչապատում, լինելու են ճարտարապետական և լանդշաֆտային ժամանակակից լուծումներ։ Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Սուրեն Վարոսյանը հայտնել է, որ նախագիծն արդեն պատրաստ է։ Այցի շրջանակում վարչապետը նաև եղել է Հրազդանի կիրճի բացօթյա մարզահրապարակում, որտեղ ծանոթացել է վերականգնման աշխատանքներին։ Գիտեք, որ ձորի հետ կապված մեծ ծրագրեր ունենք, ընդհանուր ստեղից մինչև, այսինքն ուզում ենք ամբողջը տենց ռեկրեացիոն գոտի ստեղծենք եւ նախագծերը բան արված է եւ վերջին առիթներն էր, որ ասում ենք ասֆալտը թարմացնենք, բայց հետո այդտեղից սկսեցինք ինչքան ավելի ընդլայնվում են ծրագրերը, այսինքն ասում ենք մենակ ասֆալտը չլինի, մի քիչ բովանդակությունն էլ բան անենք, որտեղ այն ինչ որ տեղի է ունենում շատ կարևորվում է, էլի։ Հայաստան է այցելել Չինաստանի քաղաքական խորհրդատվական խորհրդի 14-րդ ազգային կոմիտեի նախագահի տեղակալ Սուհուի գլխավորած պատվիրակությունը Զվարթնոց օդանավակայանում բարձրաստիճան հյուրերին դիմավորել է ազգային ժողովի փոխնախագահ Հակոբ Արշակյանը։ Այցի շրջանակում նախատեսվում են հանդիպումներ Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի, խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանի, ազգային ժողովի Հայաստան-Չինաստան բարեկամական խմբի անդամների հետ։ Փարիզում կայացել են քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև փոխնախարար Վահան Կոստանյանի և մայրցամաքային Եվրոպայի տնօրինության ղեկավար Բրիս Ռոկվոյի գլխավորությամբ։ Քննարկվել են երկու երկրների միջև տնտեսության, ենթակառուցվածքների, պաշտպանության և մշակույթի ոլորտներում հաստատված գործակցության ծրագրերը, դրանց զարգացման ու ընդլայնման հեռանկարները։ Օրակարգում էին նաև միջազգային կառույցներում և այլ բազմակողմ հարթակներում գործակցության հարցերը։ Ընդգծվել է մշտապես միմյանց աջակցելու երկու երկրների համար զգայուն ու առանձնակի կարևորություն ունեցող հարցերի շուրջ մոտեցումների մերձեցման նպատակով լրացուցիչ ջանքերի գործադրման անհրաժեշտությունը։ Անդրադարձ է եղել Հայաստան-Եվրամիություն գործընկերության օրակարգին, այս համատեքստում առանձնահատուկ շեշտվել է Ֆրանսիայի դերակատարությունն այդ օրակարգն ընդլայնելու և առաջ մղելու հարցում։ Հանգամանալից քննարկումներ են տեղի ունեցել նաև Հայաստանի ու Ֆրանսիայի միջև ռազմավարական գործընկերության հաստատման ուղղությամբ երկուստեք իրականացվող քայլերի շուրջ։ Թրամփը հրապարակել է Վաշինգտոնում օգոստոսի 8-ի լուսանկար ու գրել, որ մեծ պատիվ է օգնել կարգավորել պատերազմն Ադրբեջանի ու Հայաստանի միջև, միևնույն ժամանակ ընկերանալ, ինչպես նա է նշել, այս երկու մեծ առաջնորդների և մարդկանց հետ։ Մեջբերեմ սա հավերժական բարեկամություն կլինի ինձ համար, բայց ավելի կարևորը Ամերիկայի Միացյալ Նահանգների համար, գրել է Թրամփը։ Արձագանքելով գրառմանը վարչապետ Փաշինյանը գրել է, թե վերահաստատում է իր հանձնառությունը խաղաղության ինստիտուցիոնալացման և թրիփի իրականացման հետագա աշխատանքներին։ Շնորհակալ է Ադրբեջանի հետ այդ պատմական համաձայնագրի կնքման միջնորդության համար, ինչին դեռ ոչ ոք չէր հասել։ Այնուհետև արձագանքել է Ադրբեջանի նախագահը, հրապարակելով Թրամփի դիմանկարի ֆոնին Փաշինյանի հետ համատեղ լուսանկարը, գրել է, որ բարձր է գնահատում Թրամփի դերն Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացի առաջխաղացման համար։ Իլհամ Ալիևի հետ ընդլայնված հանդիպման ժամանակ Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ Շեյխ Մոհամմեդ բին Զայեդ Ալ Նահյանը հայտարարել է, որ Էմիրությունները մեծ նշանակություն է տալիս Կովկասյան տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատմանը և հետաքրքրված է տարածաշրջանի բոլոր երկրների հետ կապերի ու համագործակցության զարգացմամբ, առաջին հերթին ելնելով ժողովուրդների շահերից։ Այդ համատեքստում Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման ուղղությամբ անհամբեր սպասում ենք ձեռք բերված հաջողությունների շարունակմանը և դրական առաջընթացին, հայտարարել է Էմիրությունների նախագահը։ Շեյխ Մոհամմեդ Ալ Նահյանը վերստին ընդգծել է տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման և ժողովուրդների ներողություն, խաղաղ համակեցության համար ամեն հնարավոր աջակցություն ցուցաբերելու իր պատրաստակամությունը։ Հիշեցնեմ, Վաշինգտոնյան նախաստորագրումից առաջ հուլիսի 10-ին Էմիրությունների մայրաքաղաք Աբու Դաբիում կայացել էր Փաշինյան-Ալիև 5-ժամյա բանակցությունը։
Անդրադառնանք մեր տարածաշրջանի անվտանգությանը վերաբերող մի շատ կարևոր թեմայի երկրների ռազմական բյուջեներին ու պաշտպանական քաղաքականությանը։ Արդեն հայտնի է, որ եկող տարի Ադրբեջանը կրկին ավելացնելու է իր ռազմական ծախսերը։ Մինչդեռ մեր հյուսիսային հարևան Վրաստանը շարունակում է պահպանել իր պաշտպանական քաղաքականության հիմնական ուղղությունները, ՆԱՏՕ-ին ինտեգրումը առանց կտրուկ ռազմականացման։ Հայաստանն իր հերթին հայտարարում է ռազմական ծախսերը նույն մակարդակի վրա պահելու մասին, միաժամանակ սկսելով պարտադիր զինվորական ծառայության ժամկետի կրճատման գործընթացը։ Փորձենք միասին դիտարկել բոլոր զարգացումները եւ հասկանալ, թե ինչ ռազմական դիրքերում են գտնվում մեր տարածաշրջանի երկրները։ Մերի Դանիելյանն է ներկայացնում։ Եկող տարի Ադրբեջանը ռազմական բյուջեն կավելացնի մոտ $100 միլիոն։ Երկիրը, որի հետ ըստ Փաշինյանի այլևս խաղաղություն է լինելու, 2026-ին բյուջեի 21%-ը կծախսի բանակի անվտանգային կառույցների վրա։ Նախորդ տարվա պետական բյուջեով այս ծախսերը կազմել են $3 միլիարդ 390 միլիոն համարժեք մանատ, 6%-ով ավելի 2023-ից։ Սա էլ քիչ է, նույն տարվա մայիսին կառավարությունը լրացուցիչ մոտ $600 միլիոն է տվել հատուկ նշանակության նախագծերի համար։ Եկող տարվա Ադրբեջանի պաշտպանական բյուջեն $5 միլիարդ 142 միլիոն է։ Այդ երկրի հիմնական ռազմավարական գործընկերները մնում են Իսրայելը, Թուրքիան եւ Պակիստանը։ Հենց այս օրերին օկուպացված Շուշիում Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետին է հանդիպել Ալիևը։ Սելջուկ Բայրակթարօղլուն ասել է, որ հատկապես ռազմական ոլորտում են իրենց կապերը հաջողությամբ զարգանում։ Ստոկհոլմի խաղաղության ինստիտուտի տվյալով Ադրբեջանն ունի հետևյալ զինված ուժերն ու սպառազինությունը. 126,000 ակտիվ զինծառայող, 300,000 պահեստազոր, 400-ից ավելի տանկ, 90-ից ավելի միավոր համազարգային կրակի ռեակտիվ համակարգ, 30 միավորից ավելի կործանիչ ավիացիա։ Մեր մյուս հարևանը Վրաստանը առաջնորդվում է երկու հիմնական նպատակով՝ տարածքային ամբողջականության պաշտպանություն եւ ՆԱՏՕ-ին ինտեգրում։ Չլուծված հակամարտությունների եւ ռուսական գործոնի ֆոնին Թբիլիսին պաշտպանական ծախսերը ոչ զգալիորեն, բայց կայուն կերպով ավելացնում է։ Վրաստանի կառավարությունը նախորդ տարի պաշտպանականությանը $518 միլիոն է հատկացրել։ Կտրուկ ռազմականացման փոխարեն Վրաստանը կենտրոնացել է ՆԱՏՕ-ի չափանիշներին համապատասխանող պրոֆեսիոնալ եւ տեխնոլոգիապես զարգացած բանակ ձևավորելու վրա։ Վրաստանն ունի հետևյալ զինված ուժերն ու սպառազինությունը՝ 20-ից 25,000 ակտիվ զինծառայող, մինչև 60,000 պահեստազոր, 100-ից ավելի տանկ, 40-ից ավելի համազարգային կրակի ռեակտիվ համակարգ, 0 կործանիչ ավիացիա, 10-ից 12 միավոր գրոհիչ ավիացիա։ Հայաստանում ռազմական ծախսերը կմնան նույնը, հայտարարել է կառավարության ղեկավարը, պատճառաբանելով, որ այս տարի պաշտպանական ծախսերի կտրուկ աճ է տեղի ունեցել եւ դա հիմնականում պայմանավորված է ըստ Փաշինյանի միջազգային ծրագրերով ձեռքբերումների եւ պարտքի սպասարկման անհրաժեշտություններով։ Բացի այդ, կառավարությունը շրջանառության մեջ դրեց մի նախագիծ, որի ընդունման դեպքում 6 ամսով կկրճատվի պարտադիր զինվորական ծառայության ժամկետը, դառնալով 1.5 տարի։ Նախորդ տարի պաշտպանության նախարարությանը հատկացվել է գրեթե $1.5 միլիարդ, ինչը մոտ 7.3%-ով ավելի է 2023-ի ցուցանիշից։ Այս տարի այդ թիվը $1 միլիարդ 730 միլիոն է։ Բաց աղբյուրներով այժմ Ֆրանսիան եւ Հնդկաստանն են Հայաստանի զենքի հիմնական մատակարարները։ 2024-ին Հայաստանը եռակողմ ռազմական համագործակցության ծրագիր է ստորագրել Հունաստանի եւ Կիպրոսի Հանրապետության հետ։ Ըստ Global Firepower վերլուծական կենտրոնի զեկույցի, Հայաստանն ունի հետևյալ սպառազինությունը՝ 45,000-ից ավելի ակտիվ զինծառայող, 210,000-ից ավելի պահեստազոր, մոտ 110 միավոր տանկ, 145 միավոր համազարգային կրակի ռեակտիվ համակարգ, 4 միավոր կործանիչ ավիացիա։ Այսպիսով, երբ նայում ենք մեր հարևանների ռազմական բյուջեի հատկացումներին, նկատելի է, որ 3 տարբեր մոդելներ կան։ Ադրբեջանը շարունակում է հետևողական ռազմականացման քաղաքականությունը։ Վրաստանը որդեգրել է զուսպ մոտեցում, շեշտը դնելով ՆԱՏՕ-ի չափանիշներով բանակ ունենալու վրա։ Իսկ Հայաստանն այժմ ավանդական զինված ուժերը պրոֆեսիոնալ ռելսերի վրա տեղափոխելու գործընթացում է, զուսպ սպառազինվելով եւ ժամկետային ծառայությունը համադրելով պայմանագրայինի հետ։ Երկրի գործադիր իշխանությունը նոր հայեցակարգ է քննարկման դրել հանրության սեղանին իրական Հայաստանի գեղագիտությունը, ինչ է իրենից ներկայացնում հայացք դեպի ներս գաղափարը եւ ինչ չափորոշիչներով պետությունը կխրախուսի գեղագիտական աշխատանքը, եթե նախագիծն ընդունվի։ Ընդդիմախոսներն ահազանգում են, իշխանությունը ձգտում է խմբագրել արվեստը, մինչդեռ նախագծի հանրային քննարկման էջում դրական արձագանքներն ավելի շատ են, քան բացասականները։ Արդյոք սա նոր կյանք է նոր տիկերի մեջ, ինչպես ուղերձում ասել էր վարչապետը։ Այս հարցերի պատասխաններն է փորձել գտնել իմ գործընկեր Սիմոն Հովանիսյանը։
Կառավարությունը քննարկման է դրել իրական Հայաստանի գեղագիտության հայեցակարգը։ Հիմնավորումն այսպիսինն է, պետությունն ամրապնդվում է ոչ միայն տնտեսական ու իրավական, այլև գեղագիտական ձևերի միջոցով։ Եթե այս նախագիծն ընդունվի, հստակ սկզբունքներ ու չափորոշիչներ կգործեն, որոնց առկայության դեպքում պետությունը կխրախուսի գեղագիտական աշխատանքը։ Սա արվեստի խմբագրում է, ասում են ընդդիմախոսները, թեև իդրավթ հարթակում, որտեղ տեղադրվել է նախագիծը, հանրային քննարկման համար ավելի շատ հավանումներ ունի, քան դեմ կարծիքներ։ Խաղաղությունից հետո սա նոր կյանք է, նոր տիկերի մեջ նոր գինի է պետք, ուղերձում էր ասում վարչապետը։ Համաձայն նոր կտակարանի այն խոսքի, թե նոր գինին հին տիկերի մեջ չեն դնում, ինչպես ասվում է կտակարանում, ապա թե ոչ, տիկերը կպատրվեն եւ գինին դուրս կթափվի եւ տիկերը կփչանան, այլ նոր գինին նոր տիկերի մեջ են լցնում եւ երկուսն էլ պահվում են։ Այլաբանորեն նոր տիկը կարծես թե իրական Հայաստանն է, որի գաղափարախոսությունը կրող գեղագիտական տեղորոշում ըստ հիմնավորման դեռ չունենք։ Տեղում ոտքի վրա տեղորոշման մի օրինակ կիրակի էր, երբ Նիկոլ Փաշինյանը այցելել էր ցանկապատ ներկայացմանը։ Դերասանների խոնարհումից հետո վարչապետը հարց ու փորձ էր անում հասկանալու ներկայացման ասելիքը։ Ամբողջ խնդրեմը տեղա, որ մեկ Հայաստան սարքելու համար պետքա ոչ թե ցանկապատները քանդել, այլ ցանկապատ դնել։ Որովհետև երբ որ չկա ցանկապատ, չկա եւ Հայաստան։ Որովհետև երբ որ չկա ցանկապատ, չկա Հայաստան։ Որովհետև երբ որ դու ցանկապատը քանդում ես եւ ասում ես, գիտես ինչ, այն կողմը Հայաստան, այն կողմն էլ է Հայաստան, այն կողմն էլ է Հայաստան, այդ ցանկապատը ուշադիր եղեք, ոչ միայն մեզ է պահում, այլ ուրիշների, ոչ միայն մեզ է սահմանափակում, այլ ուրիշներին է սահմանափակում։ Ներկայացման ավարտը համացանցում բուռն քննարկման առարկա էր, ինչ էր ուզում ասել Ստեփան Զորյանը, հեղինակը, ինչ էին ուզում ասել դերասանները ու ինչ էր հասկացել ինքը վարչապետը։ Իրական Հայաստանի գեղագիտության հայեցակարգը ըստ քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանի ընտրություններին ընդառաջ մտածված քայլ է։ Ելնելով դրանից, որ նրանք մոռացության են մատուցում, ժողովուրդը նրանց նկատմամբ ունի որոշակի զգացմունքային վերաբերմունք, եւ այդ զգացմունքային վերաբերմունքը չեզոքացնելու համար նոր մրցույթային օրինում, կապված այս արկա սահմաններում գեղագիտական ինչ-որ գործոնի նկատմամբ, ասենք, որպեսզի մուշ ասուն եկելու փոխարեն պայմանական ասած եկել, չգիտեմ, Արագած, Ստեփան, Լոռի, Բամբակ, Սյունիք եւ այլն։ Ընդամենը նախընտրական կամպանիայի ժամանակ լրացուցիչ կողմնակիցներ ձեռք բերելու տեխնոլոգիա, որը որ չաշխատող գործընթաց է։ Ըստ քաղտեխնոլոգի այդ հնարքը չի աշխատելու, որովհետև դա մեր գենետիկ հիշողության մեջ է։ Զանգեցինք նաև կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարություն, ասացին, որ դեռևս չեն մեկնաբանում այս նախագիծը։ Հիմնավորումից ավելի այս փուլում ոչինչ չունեն ասելու։ Իշխող ուժի падգամավորներից մի քանիսի հետ էլ փորձեցինք կապ հաստատել։ Արձագանքողները հիմնականում ասացին, որ թեման նոր է, դեռ ծանոթ չեն բովանդակությանը։ Սիմոն Հովանիսյան, Reopen Media։ Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը հայտարարություն է տարածել անդրադառնալով իր նախկին մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանի նկատմամբ բռնության դեպքին։ Ըստ Մարությանի միջադեպը տեղի է ունեցել Երևանի քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության վարչության պետի պաշտոնակատարի հետ Կարապետյանի սոցիալական մեդիայում տեղի ունեցած վիճաբանությունից հետո։ Վիճաբանությունը Մարությանի պնդմամբ սրվել է մինչև ֆիզիկական բռնության սպառնալիքներ, որոնց հաջորդել է Կարապետյանի նկատմամբ ծեծի դեպքը։ Մարությանը պահանջել է վարչապետից բացահայտել ու պատժել մեղավորներին։ Հակոբին Կարապետյանը, երբ որ երեկոյան դուրս է գալիս իր աշխատավայրից, հենց գործի տեսնում են, որ միայնակ է, մենակ է լինում, այդ օրը մի քանի օր դուրս է գալիս, մի քանի հոգով են լինում, այդ օրը դուրս է գալիս, ինքը որ միայնակ է լինում, գալիս է դիմակավորված մի անձ, հարցակվում է եւ սկսում է ծեծի ենթարկել։ Շատ ուժեղ հարվածներ է հասցնում, խփում է, գցում է գետնին, այս ինչին ենք հասել։ Այն որ ԿՊ-ի падգամավորները ամբողջ օրը իրենց ճղում են ազգային ժողովում այսօրվա անդիմությանը ասելով, այ դուք որ ձեր ժամանակ գիշերներով պատեզներում բռնում ծեծում էին, հիմա հո տենց չի։ Տենում եք որ տենց հա։ Տենում եք որ դուք հկեց ոչ մի բանով չեք տարբերում։
Իրանի ճանապարհների եւ քաղաքային զարգացման նախարարության ներկայացուցիչ Ամին Թարֆան հայտնել է, որ Իսլամաբադը, Թեհրանը եւ Ստամբուլը համաձայնության են եկել երկաթուղային միջանցքի վերականգնման շուրջ։ Ըստ նրա, Թեհրան-Իսլամաբադ-Ստամբուլ երկաթուղային միջանցքն Իրանի եւ Պակիստանի միջև ամենահին հաղորդակցության ուղիներից մեկն է, որը շահագործվել է երկար տարիներ, բայց այժմ վերականգնման կարիք ունի։ Միջազգային լրահոսին հետևում է իմ գործընկեր Դավիթ Գենջոյանը։ Ռուսաստանի զինված ուժերը շարունակել են հարվածներ հասցնել ուկրաինական բանակի բազմաթիվ ուղղություններով, ներառյալ Սումի, Խարկով, Դոնեցկ եւ Զապորոժյե, ոչնչացնելով առելիքի պահեստներ։ Արևմտյան մատակարարումներով զինամթերքի լոգիստիկ կենտրոններ եւ հեռահար անօդաչու սարքերի պահեստավորման եւ արձակման վայրեր։ Միևնույն ժամանակ Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտնել է, որ գիշերային հարված է հասցրել Ռուսաստանի հարավ-արևմուտքում գտնվող Սարատովի նավթավերամշակման գործարանին, որտեղ գրանցվել են պայթյուններ եւ հրդեհ, վնասի չափը դեռ գնահատվում է։ Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է, որ իր 162-րդ եւ 98-րդ դիվիզիոնները ընդլայնում են գործողությունները Գազա քաղաքում, իսկ 36-րդ դիվիզիան կմիանա առաջիկա օրերին, ընդ որում ըստ նույն աղբյուրի գնահատականների քաղաքում մնացել է մոտ 3000 Համասի զինյալ։ Համասը մերժել է Իսրայելի մեղադրանքները, դրանք անվանելով բացահայտ սուտ եւ հայտարարել, որ Իսրայելի ռազմական գործողությունները նպատակ ունեն ոչնչացնել Գազա քաղաքը եւ բռնի տեղանել խաղաղ բնակիչներին։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը վերահաստատել է, որ երկու պետության բանաձևը Իսրայել-Պաղեստին հակամարտության միակ կենսունակ ճանապարհն է։ Նա մերժել է պնդումները, թե Պաղեստինյան պետության ճանաչումը աջակցություն է Համասին, ընդգծելով, որ դա օգուտ է պաղեստինցիներին։ Գուտերեշը մտահոգություն է հայտնել Գազայում Իսրայելի գործողությունների եւ ավերածությունների կապակցությամբ։ Դոնալդ Թրամփի Միացյալ Թագավորություն կատարած երկրորդ պետական այցի ընթացքում Վինձորի դղյակի պատերին ցուցադրվել են նրա, արքայազն Էնդրյուի եւ Ջեֆրի Էփշտեյնի լուսանկարներն ու տեսանյութերը, ինչի համար ձերբակալել են 4 անձի։ Թրամփը ժամանելով Լոնդոն հայտարարել է հիանալի հարաբերությունների մասին, իսկ վարչապետ Քիր Սթարմերը այցը համարում է պատմական։ Ներդրումային գործարքների եւ Ուկրաինայի եւ Գազայի հարցերի քննարկման համար։ Այսօր Թրամփին կընդունի թագավոր Չարլզը արքայական արարողակարգով եւ պատիվներով։ Անգլիայում ոչ բոլորն են գոհ Թրամփի այցի կապակցությամբ։ Ցուցարարները դիմավորել են Միացյալ Նահանգների նախագահին հեռացրեք Թրամփին կարգախոսով պաստառներով։ Դավիթ Գենջոյան, Reopen Media։ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II Վատիկան պաշտոնական այցի ընթացքում հանդիպումներ է ունեցել Սուրբ Աթոռի մի շարք կառույցների պատասխանատու կարդինալների հետ։ Վատիկանի պետքարտուղար կարդինալ Պիետրո Պարոլինի հետ հանդիպմանը հայոց վեհափառը բարձրաձայնել է հայրենազրկված արցախահայության իրավունքների պաշտպանության, Արցախի հոգևոր մշակութային ժառանգության անխաթար պահպանման եւ Ադրբեջանում անազատության մեջ պահվող ռազմագերիների ու պետական այրերի ազատ արձակման խնդիրները։ Սուրբ Աթոռի արևելյան կաթոլիկ եկեղեցիների բաժնի ղեկավար կարդինալ Կլաուդիո Գուջերոտիի հետ հանդիպմանը նորին սրբությունն իր գնահատանքն է հայտնել հայ ժողովրդի եւ հայոց եկեղեցու նկատմամբ ջերմ վերաբերմունքի եւ օգտաշատ ծառայության համար։ Գարեգին հայրապետը հանդիպել է նաեւ քրիստոնեական միության խթանման բաժնի նախագահ կարդինալ Կուրտ Քոխին, մշակույթի եւ կրթության բաժնի նախագահ կարդինալ Ժոզե Տոլենտինոյին եւ Սուրբ Աթոռի պետությունների հետ հարաբերությունների քարտուղար arczepiskopos Փոլ Ռիչարդ Գալագերին ներկայացրել հայ ժողովրդին հուզող հիմնախնդիրները։ Ոստիկանությունից հայտնում են, որ անցած մեկ օրում բացահայտվել է 152 հանցագործություն, որոնցից 15-ը թմրանյութի հայտնաբերման, 11-ը խարդախության, 8-ը ֆիզիկական ներգործության եւ այլ դեպքեր։ Գրանցվել է զենք զինամթերք կամավոր հանձնելու 2 դեպք։ Մեկ օրում գրանցվել է 6 ավտովթար։ 1 մարդ զոհվել է, 8-ը ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։ Ներքին գործերի նախարարությունը գործարկել է կիբերոստիկանություն տելեգրամյան ալիքը, հարթակը ստեղծվել է քաղաքացիներին ժամանակին իրազեկելու կիբերհանցագործությունների նոր մարտահրավերների մասին եւ ապահովելու նրանց անվտանգությունը թվային միջավայրում։ Ալիքում կհրապարակվեն օգտակար խորհուրդներ, նորություններ եւ կիբերհանցագործություններից պաշտպանվելու արդյունավետ մեթոդներ։ Էջը կառավարում է գերատեսչության քրեական ոստիկանության կիբերհանցագործությունների դեմ պայքարի վարչությունը, քաղաքացիներին կիբերխարդախներից պաշտպանելու մեթոդների եւ վերջինների դեմ պայքարի մասին իմ գործընկեր Նարինե Ղուկասյանը զրուցել է վարչության պետ Հայկ Մկրտչյանի հետ։ Այս տարի մարտ ամսին համացանցով մի հավելվածի միջոցով հարցումն անցնելուց հետո այնտեղ
6-անիշ թիվը պահանջվում, որը դու նշում ես։ 6-անիշ թիվը նշելուց հետո նկատեցի, որ իմ բանկային հաշվից եւ հավելվածից գողացվել է 158,000 դրամ։ Մի քանի րոպե անց նկատեցի նաև, որ իմ անունով ձևակերպել է 265,000 դրամի վարկ։ Տուժողը դիմել է ոստիկանություն, հարուցվել է քրեական վարույթ։ Բանկը 5 տարի ժամկետով կասեցրել է վարկի մարումը։ Եթե գտնեն կիբերխարդախին, վարկը կչեղարկվի, իսկ եթե ոչ, տուժողը ստիպված է լինելու 2030 թվականից սկսած մարել վարկը։ Հայաստանում, ինչպես եւ ամբողջ աշխարհում, տեխնոլոգիաների զարգացմանը զուգընթաց տարեցտարի աճում են կիբերհանցագործությունների դեպքերը։ Սոցիալական կայքերը, բջջային հեռախոսները եւ համակարգչային ծրագրերը, դառնալով մեր կյանքի անբաժանելի մաս, վերածվել են նաեւ հանցավորության գործիքների։ Նախկինում օրինակ դասական խարդախություններից 10-ից 1-ն էր տեղի ունենում համակարգչային եղանակով, այս տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման զուգընթաց այդ հանցատեսակը տրանսֆորմացիայի է ենթարկվել եւ խարդախությունների գերակշիռ մեծամասնությունը իրականացվում են հենց համակարգչի միջոցով։ Փորձագետները նշում են, որ հանցագործությունների բնույթը փոխվել է։ Եթե նախկինում 10 դասական խարդախություններից միայն մեկն էր կատարվում տեխնոլոգիաների միջոցով, ապա այժմ դրանց գերակշիռ մասը տեղափոխվել է առցանց տիրույթ։ Տրանսֆորմացիայի են ենթարկվել նաև հանցատեսակները՝ շորթումներ, սպառնալիքներ, շանտաժ, թմրամիջոցների վաճառք եւ հափշտակություններ։ Մեր հանրապետությունում հատկապես մեծ տարածում ունեն հափշտակությունները, երբ հանցագործները տարբեր եղանակներով կարողանում են թիրախավորել մեր քաղաքացիների բանկային հաշիվներին։ Մի դեպքում նրանք կարող են ներկայանալ որևէ բանկի աշխատակից, զանգահարել եւ փորձել բանկի անունից ներկայանալով ստանալ մուտքանունը եւ գաղտնաբառը կամ SMS հաղորդագրության միջոցով ստացած ծածկագիրը։ Հանցագործները WhatsApp, Telegram կամ Viber հավելվածների միջոցով առաջարկում են տարբեր գայթակղիչ ներդրումներ, խոստանալով գերշահույթներ։ Զեղծարարություններ են, որոնք փրթում են մարդուն կամ ինքնակամ գումարը փոխանցել, օրինակ ինչ որ ներդրումային իբր ծրագրեր են, կրիպտոարժույթի հետ կապված կամ իրական ինչ որ ընկերությունների մեջ ներդրումներ անելու ու այդտեղ մարդիկ ոնց որ ինքնուրույն գումարը տալիս են, իրենք էլ չեն հասկանում ոնց ստացվեց, որ կորցնում են մեծ գումարներ։ Մեկ այլ հանցավոր տարբերակ էլ ֆիշինգային կայքերն են, որտեղ օգտատերերն ուղղորդում են կեղծ կայքեր, նրանց տվյալները գողանալու նպատակով։ Տվյալները ստանալուց հետո հանցագործները հեշտությամբ մուտք են գործում քաղաքացիների օնլայն բանկինգի հավելվածներ, ձևակերպում նոր վարկեր կամ հափշտակում հաշիվներում առկա գումարները։ Ըստ Հայկ Մկրտչյանի, այս հանցանքների տարածման հիմնական պատճառներից մեկը քաղաքացիների ցածր իրազեկվածությունն է։ Մարդիկ պետք է հստակ գիտակցեն, որ բանկային քարտի տվյալները, մուտքանուններն ու գաղտնաբառերը չի կարելի տրամադրել որևէ մեկին, անգամ ընկերներին սոցցանցերի միջոցով, քանի որ հենց նրանց էջերը կարող են կոտրված լինել։ Բոլոր խարդախությունները իրականացվում են հիմնական օտար լեզուներով, այսինքն զանգարողները հաղորդակցվում են ռուսերեն լեզվով ու այդ հեռախոսազանգերը իրականացվում են օտարերկրյա պետությունից։ Հիմնականում հետխորհրդային միշակերկրներից, օրինակ Ուկրաինայի Հանրապետությունից, Ռուսաստանի Դաշնությունից, Բելարուսի Հանրապետությունից եւ այն ֆինանսական հափշտակած հոսքերը հիմնականում փոխակերպվում են կրիպտոակտիվների եւ այդ կրիպտոակտիվները ուղարկվում են կրկին արտերկրի։ Իրավապահները բացահայտել են քաղաքացիների, որոնք օժանդակել են օտարերկրյա հանցախմբերին։ Մասնավորապես Telegram-ում ստեղծված խմբի միջոցով մեր համաքաղաքացիներից գնել են բանկային քարտերի տվյալներ, դրանք հետագայում փողերի լվացման մեջ օգտագործելու համար։ Ոմանց հանցավոր մտադրություններից հետ չի պահել անգամ քրեական պատիժը։ Բացահայտվել է դեպք, երբ կալանավայրից են կազմակերպել քաղաքացիների դրամական հաշիվների թալանը։ Մեկի դեպքում նա հավաքագրել է օրինակ տարբեր բուկմեկերական կայքի հաշիվներ, մեկ այլնի դեպքում մեկը գնել է բանկային քարտի տվյալներ, իսկ դուրսը գտնվող հանձը, ազատության մեջ գտնվող հանցագործը կանխիկացրել է այդ հափշտակած գումարները։ Մեկ այլ տարածված խարդախություն է կեղծ օնլայն խանութների ստեղծումը, որոնք հատկապես ակտիվանում են ֆիրմային խանութների հայտարարած մեծ զեղչերի օրերին։ Մկրտչյանը խորհուրդ է տալիս քաղաքացիներին ուշադրություն դարձնել մի քանի հանգամանքի։ Նախ փորձեն հասկանալ, թե այդ խանութը նախկինում գոյություն ունեցել է, թե չի ունեցել։ Հիմնականում խանութները իրանց հետադարձ կապի հատվածում հասցեներ նշած չեն լինում։ Եթե հասցեն նշած են լինում եւ օրինակ Google որոնողական համակարգում փորձենք բարձել, թե հասցեում նման խանութ գոյություն ունի, թե չէ, շատ դեպքերում կհասկանանք, որ նման խանութ իրականում գոյություն չունի։
Կարևոր փոփոխություն է տեղի ունեցել օրենսդրության մեջ։ Եթե նախկին քրեական օրենսգրքով հանցանք էր համարվում 5000 դրամը գերազանցող վնասը, ապա վերջին փոփոխություններով ցանկացած չափի գումարի գողությունը համարվում է հանցանք։ Շատ ավելի հողարկված քիչ դրա մասին խոսում, դա շանտաժի դեպքերն են, երբ որ մարդկանց հաշիվները կոտրում են, նամակներն են գտնում, որոնք մարդ չեր ուզենա ուրիշները տեսնեն, դրանց չհրապարակելու դիմաց գումար են ուզում, կամ ինչ-որ ինտիմ բնույթի տեսանյութեր են համոզում նկարել, հետո դա չհրապարակելու դիմաց գումար են ուզում եւ այլն։ Սա շատ տարածված է ու օրինակ անչափահասներն են շատ հաճախ թիրախավոր։ Ոստիկանությունը բացի հանցագործությունների բացահայտումից գործարկել է նաև կիբերոստիկանություն հարթակը, քաղաքացիների իրազեկվածությունը բարձրացնելու եւ կանխարգելիչ քայլեր ձեռնարկելու նպատակով։ Մեր համար էլ ավելի հեշտ կլինի, օրինակ այդ հարթակի միջոցով մեր քաղաքացիներին իրենց համար առօրյա թե բառապաշարով, այսպես ասած, թե տերմիններով ոչ պաշտոնական ներկայացնենք, թե ինչ քայլեր օրինակ կարող են կատարել, որպեսզի զերծ մնան այս կամ այն հանցագործությունից։ Քրեական օրենսգիրքը խիստ պատասխանատվություն է նախատեսում նույնիսկ ուրիշի անձնական սոցցանցային էջեր ապօրինի մուտք գործելու համար։ Նման արարքի համար կարող է սահմանվել պատիժ պայմանականից մինչև 8 տարի ազատազրկում։ Նարնե Ղուկասյան, Լևոն Ոսկանյան, Reopen Media։ 2025 թվականի օգոստոսին Հայաստան այցելել է 334,396 զբոսաշրջիկ, հայտնում են էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեից։ Նախորդող տարի նույն ժամանակահատվածում Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվը եղել է 300,919։ Այս տարվա հունվար-օգոստոս ամիսներին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից 41%, Վրաստանից 13% եւ Իրանից 8%։ Տարվա սկզբից մինչև օրս Հայաստան է այցելել 1,505,123 զբոսաշրջիկ։ Այժմ անդրադառնանք եւս մեկ շատ կարևոր թեմայի, որը հուզում է աշխարհի յուրաքանչյուր քաղաքացու, խոսքը կյանքի որակի մասին է։ Միջազգային առցանց Numbeo հարթակը հրապարակել է 2025 թվականի կյանքի որակի ինդեքսը, որն ինչպես միշտ մեծ հետաքրքրություն է առաջացրել միջազգային մամուլում։ Այս ինդեքսը հիմնված լինելով օգտատերերի տրամադրած տվյալների վրա մեզ թույլ է տալիս պատկերացում կազմել առօրյա կյանքի բոլոր կողմերի մասին, սկսած փողոցային անվտանգությունից մինչև շրջակա միջավայրի մաքրություն եւ տրանսպորտային ծանրաբեռնվածություն։ Եկեք միասին ուսումնասիրենք այս վարկանիշային աղյուսակն ու տեսնենք, թե որ երկրներն են առաջատար, որոնք հետնապահ եւ ինչ դիրքերում ենք մենք Հարավային Կովկասի երկրները։ Ինչպես նաեւ կարեւոր է հասկանալ, թե ինչ փոփոխություններ են տեղի ունեցել անցած տարվա համեմատ։ Իդեպ շատ-շատերը կյանքի որակը պայմանավորում են պետության հզորությամբ։ Numbeo-ի հրապարակած 2025 թվականի կյանքի որակի ինդեքսը մեծ հետաքրքրություն է առաջացրել միջազգային մամուլում։ Այս վարկանիշը հիմնված է օգտատերերի մուտքագրած տվյալների վրա եւ ցույց է տալիս առօրյա կյանքի տարբեր կողմերը։ Փողոցային անվտանգություն, առողջապահության հասանելիություն, տրանսպորտային ծանրաբեռնվածություն եւ կլիմայի հարմարավետություն։ Ամենաառաջին տեղը Ամերիկան է, որակով երկիր է։ Հետո Գերմանիան, եվրոպական երկրներից եւ Դանիան։ Ամենաբարձրը եվրոպական երկրներում։ Դե Եվրոպան։ Ամենալավ երկրները եվրոպական երկրներն են, ամերիկյան երկրներն են, որոշ մասը իհարկե։ Մեր հարցախույզի մասնակիցների մեծ մասը կարծում է, թե կյանքի որակով համաշխարհային առաջատարը ԱՄՆ-ն է, այնինչ ամենաբարձր ցուցանիշներն ունեն սկանդինավյան եւ արևմտաեվրոպական երկրները։ Առաջին հնգյակում են Դանիան, Շվեյցարիան, Նիդերլանդները, Ֆինլանդիան եւ Իսլանդիան։ Այս երկրները միավորում են մի քանի առանցքային գործոններ՝ բարձր եկամուտներ, զարգացած սոցիալական ծառայություններ, արդյունավետ առողջապահական համակարգ, մաքուր միջավայր եւ հանցավորության ցածր մակարդակ։ Վերջին հնգյակում երկրներ են, որոնք բախվում են լրջագույն սոցիալական եւ տնտեսական մարտահրավերների։ Վերջին տեղում է Նիգերը, որտեղ բնակչության մեծ մասին անհասանելի են խմելու ջուրը, սանիտարական ծառայությունները, առողջապահությունը, մոտավորապես նույն պատկերն է Չադում, Հարավային Սուդանում, նաեւ Սոմալիում։ Աղքատությանը զուգահեռ այս երկրները դիմագրավում են նաեւ անվտանգային եւ կլիմայական ճգնաժամերի։ Հարավային Կովկասը 2025-ի արդյունքներով հայտնվել է միջին դիրքերում։ Հայաստանը մոտավորապես 140 միավորով զբաղեցնում է 60-րդ տեղը։ Մեր երկրի առավելությունները
Ցուցանիշներից առանձնանում են փողոցային համեմատաբար բարձր անվտանգությունը եւ կլիմայական հարմարավետությունը, սակայն խնդիրներ կան տնտեսական հնարավորությունների եւ բնակարանների մատչելիության ոլորտում։ Վրաստանը գրեթե նույն մակարդակի վրա 145 միավորով 57-րդ տեղում է։ Ունի զբոսաշրջային գրավչության եւ կենսունակ ծառայությունների ոլորտ, բայց ունի աղտոտվածության բարձր մակարդակ։ Թուրքիան միավորների քանակով ավելի բարձր է եւ ըստ զեկույցի 50-րդն է։ Թուրքիան առաջարկում է կենսապահովման ցածր ծախսեր, սակայն երկրի անվտանգային իրավիճակը շարունակում է մտահոգիչ մնալ։ Հետաքրքրական է, որ Ադրբեջանը ցուցակում բացակայում է, քանի որ տվյալներ չի տրամադրում, բայց համեմատական վերլուծությունները եւ ՄԱԿ-ի մարդու զարգացման ինդեքսը ցույց են տալիս, որ նրա դիրքերը մոտավորապես համընկնում են ցածր մակարդակին եւ գտնվում ամենացածր կյանքի որակով երկրների 20-յակում։ Ամենացածր կարա Թուրքիան լինի, Ադրբեջան, որ ուզում եմ շատ ցածր լինեն, համարում եմ, որ ամենացածրն են իրանք։ Հայաստանի կյանքի որակի հետ չեմ կարող ասեմ, որ այդ բանը կախված, ինչ որ որակը գնալով լավանում է, ես չեմ կարծում։ Ընդհանրապես չի լինում ամեն ինչը շատ լավ, բայց ասեք նորմալ է, խաղաղություն ենք կնքել, երաշխիքներ կան, որ պատերազմ չի լինելու, դա ամենակարևոր բանն է։ Ոչ մեկ չգիտի Հայաստանի վերջն ինչ է լինում։ Դե բնական է, որ լավ թոշակաստանում թոշակառուները ապահովված են, ոչ թե 36,000-ը, որ 3 օրում բրծնում է։ 2024-ի եւ 2025-ի տվյալների համադրումը ցույց է տալիս Հարավային Կովկասի տարածաշրջանում կյանքի որակի համընդհանուր բարելավում։ Վրաստանն արձանագրել է ամենատպավորիչ աճը, մեկ տարում իր ցուցանիշը բարելավելով շուրջ 23%-ով։ Թուրքիան նույնպես ցուցաբերել է զգալի առաջընթաց, իր միավորներն ավելացնելով 21%-ով։ Հայաստանը ունենալով ամենաբարձր մեկնարկային դիրքերից մեկը նույնպես ամրապնդել է դիրքերը, ապահովելով մոտ 17% աճ։ Միակ բացառությունն Ադրբեջանն է, որի բացակայությունը 2025-ի ցանկից թույլ չի տալիս գնահատել դինամիկան, սակայն 2024-ին նույնպես կյանքի որակի ցուցանիշով զգալիորեն զիջում էր հարևաններին։ Մոնիկա Հայրոյան, Ստեփան Տիգրանյան, Reopen Media։ Այսքանն էինք պատրաստել այս ժամի համար, հիշեցնեմ, որ մեզ կարող եք գտնել սոցիալական բոլոր հարթակներում, մենք աշխատում ենք հանուն Հայաստանի Հանրապետության։ Ես Անին եմ Զաքարյան, ձեզ հրաժեշտ եմ տալիս, բարի ու խաղաղ երեկո կհանդիպենք։